Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ օրվա վերջին հանդիպումը միասին հիմա կդիտենք, որտեղ Արսենալը կմրցի Երևանի դեմ։ Եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունները, սկսենք Երևանից, ում դարպասը պաշտպանում է Տրթա Տասրյանը համար 96, Արեն Վղկրյան համար 2, նա թիմի ավագն է, Արտյոմ Ղազարյան համար 6, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլարյան համար 11, Միշա Ղազարյան համար 15, Արտուր Մեշչյան համար 19, Վայ Հակոբյան համար 22, Լևոն Դավթյան համար 33, Սպարտակ Հարությունյան համար 45, Սարգիս Շլարյան համար 77 և Հայկ Կարապետյան համար 87։ Քիչ անց կծանոթացնեմ նաև Արսենալի մեկտարկային կազմը։ Հիմա ամեն ինչ պատրաստ է արդեն հանդիպման մեկտարկի համար։ Կա մրցավարի սուրիչ ու մեկտարկած է հանդիպումը իսկապես շատ հետաքրքիր 50 րոպեներ են մեզ սպասում, քանի որ երկու թիմերն էլ ունեն մեզ ապացուցելու բաներ իրենց խաղով, քանի որ երկու թիմերն էլ առաջին տուրում մեկտարկային խաղում Winter Cup 2025-26 մրցաշրջանը լավ չմեկտարկեցին խմբային փուլում, նախ Արսենալը պարտություն կրեց 4-1 հաշվով, հետո էլ Երևանը զիջեց Տոթենհեմին 6-2 հաշվով եւ այնպես որ այսօր տեսնենք ինչ կփորձեն անել թիմերը։ Հիմա գնդակով Երևանի ֆուտբոլիստներն են, Վղկրյան ուղարկեց գնդակը խաղընկերոջը, վտանգավոր գրոյի է անցել Երևանը, տեսնենք ու ինչ արդյոք չկար այստեղ խաղի կանոնների խախտում Դավիթ Դավթյանի դեմ պայքարում, առայժմ չի սուլել մրցավարը եւ հիմա Արսենալի պատասխան գրոյին ենք ականատես լինում, բայց այստեղ գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Խաղարկում են Արսենալի ֆուտբոլիստների եզրային նետումը Հարված էլ տեսնենք այստեղ Արսենալի ֆուտբոլիստի կատարման, բայց գնդակը բարձր ընթացավ ու հարված կլինի Երևանի դարպասից, տվյալ դեպքում Էդմոն Չոբանյանն էր կատարում հարվածը Հիմա Ասրյանի խորքից փոխանցմանն ենք հետևում, շատ լավ փոխանցում է Դավթյան, վտանգավոր է, պետք էր բացել այստեղ հանդիպման հաշիվը, բայց Դավթյանի կատարած հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ, այո, առաջին վտանգավոր պահը ստեղծեց Երևանը այս խաղում, բայց վերջին պահին Դավթյանի կատարած հարվածը նպատակին չծառայեց, Չոբանյան կա փոխանցում Յախանյանի ուղղությամբ, կրկին Չոբանյանն է գնդակով, ուղարկեց գնդակը այստեղ Ավետիսյանին ու խաղարկում են հիմա Արսենալի ֆուտբոլիստները գնդակը Գրոյի շատ լավ տեղափոխություններ դեպի աջ Կրկին արագ հակագրոյի անցնում Երևանը, հարված ու հանդիպան հաշիվը բացված է, 1-0 Երևանը առաջ է անցնում հաշվի մեջ։ Գևորգ Շլարյան 1-0, այո, Երևանը շատ լավ հակագրոհ կազմակերպեց ու առաջ է անցնում հաշվի մեջ, հիմա տեսնենք Արսենալի պատասխան գրող, այստեղ կար խաղի կանոնների խախտում Ինձ մոտ արդեն հայտնի է Արսենալի հայտարարությունը, եկեք ծանոթացնենք
այն ֆուտբոլիստերին, ովքեր պաշտպանում են այսօր խաղադաշտում Արսենալի գույները եւ այսպես դարպասը պաշտպանում է Սերգեյ Գալստյանը համար 1, Դավիթ Ալիխանյան համար 8, Սպարտակ Ավետիսյան համար 10, Էդմոն Չոբանյան համար 11, Հարություն Յախանյան համար 13, Էդգար Միրանյան համար 19։ Տեսնենք Ավետիսյանի այս հարվածը ինչպես կընթանա, բայց պատի վրա ընդունեց գնդակը Գոր Յախանյան համար 21 եւ Գանուն Խաչատրյան համար 30։ Հարված կլինի հիմա Երևանի դարպասից։ Այո, թիմերը վատ մեկնարկեցին, ինչպես նշեցի, թողարկման մեկնարկում Winter Cup-ը, վատ մեկնարկելը ասելով իհարկե դա դեռ ոչինչ չի նշանակում, դեռ ունեն անցկացնելու այդ հանդիպումից առաջին տուրից բացի 16 հանդիպում այս թիմերը, ընդհանուր 17 տուրից է բաղկացած Winter Cup-ի խմբային փուլը եւ 17 անցկացած տուրից հետո առաջին ութնակը դուրս կգա Մեկ-8-րդ եզրափակիչ Winter Cup-ի մեծ մրցաշարի, 8-ից 16-րդ հորիզոնականը գտնվող թիմերը դուրս կգան փոքր գավաթի, 1-8-րդ եզրափակիչ, իսկ վերջին երկու հորիզոնականը զբաղեցած թիմերը կլքեն պայքարը հենց խմբային փուլից։ Խաղարկում են հիմա պաշտպանությունում Երևանի ֆուտբոլիստները, ուժեղ փոխանցում տեսանք առաջ, այստեղ փոխանցում կատարողը Սպարտակ Հարությունյանն էր, բայց այն բաժին է հասնում Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանին, ով նետուն կատարեց խաղանկերոջ ուղղությամբ, Յախանյան աչից կա տարբերակ, նկատեց Յախանյան այստեղ խաղանկերոջը եւ այստեղ մաքուր խլում կարողացավ կատարել մրցակցից Դավթյանը, բայց հիմա գնդակը կրկին Արսենալի ֆուտբոլիստների մոտ է Ավետիսյան կահարված, ինչը այստեղ չկար ձեռքով խաղ, կարծում եմ կդիտի մրցավարը կրկնապատկերը, բայց առայժմ 11 մետրից նշանակված չէ, Ավետիսյանը այստեղ կարողացավ հաջող խլում կատարել, հարված ու գնդակը դիպավ Երևանի ֆուտբոլիստին, բայց այն դեռ դաշտի սահմաններում է, Գանուն Խաչատրյան, ու այստեղ հաջող պաշտպանվեցին Խաչատրյանի դեմ Երևանի պաշտպանները։ Եվ Արսենալը սկսում է խորքից, Ալիխանյան դեպի Չոբանյանն ենք փոխանցում տեսնում, Իրանյան, կրկին Չոբանյան, և հետ փոխանցում Ալիխանյանի ուղղությամբ, Չոբանյանն է, կրկին դաշտի, կենտրոնում ներողություն Յախանյանն էր այս դրվագում կատարեց փոխանցում, բայց ոչ ոք չարձագանքեց խաղանկերներից Յախանյանի կատարած փոխանցման ու դարպասապահ վերցրեց գնդակը նետելով այն առաջ ու սխալվում է հիմա Երևանը պաշտպանությունից դուրս գալուց, իսկ ինչը այստեղ կար այո խաղի կանոնների խախտում, բայց Տուգանային հրապարակից դուրս էր ու ստանդարտ դիմակիրացնեն Արսենալի ֆուտբոլիստները շատ վտանգավոր դիրքում։ Տեսնեք ինչպես խաղարկի Արսենալը այս ստանդարտը, շատ լավ հնարավորություն է իհարկե հանդիպան հաշիվը հավասարեցնելու համար, բավական մոտ է տարածությունը, Ավետիսյանն է մնում գնդակի մոտ։ Կա մրցավարի սուրիչը Սպարտակ Ավետիսյան, բարձր է ստացվում Ավետիսյանի կատարած հարված ու հարված կլինի հիմա Ասրյանի պահպանած դարպասից։ Միշաղազարյան թողեց գնդակը թիմի ավակ Բխկրյանին, վերջինս էլ հասցեագեց գնդակը պաշտպանության աչեզր, բայց խլում է Արսենալը կրկին գնդակ ու անցնում արագ հակագրոյ, Գանուն Խաչատրյան վրիպեց, այստեղ Խաչատրյանը շատ նպաստավոր դիրքից իսկապես կորցրեց հնարավորություն հիմա Արսենալը հանդիպան հաշիվը հավասարեցնելու համար։
Ավետիսյան, բայց գնդակի իր մոտ Սպարտակ Ավետիսյանը ու նկատեց Միլանյանի առաջ խաղացումը, բայց մի փոքր ուժեղ է ստացվում այստեղ Ավետիսյանի կատարած փոխանցումը ու արված կլինի Երևանի դարպասից Մեշյանն է գնդակով վարկում է գնդակը Շլարյանին առայժմ հատիկը միակ գոլի հեղինակին է Շլարյանը խաղադաշտում Կրկին Մեշյան ու այստեղ անցավ փոխանցումը Մեշյանի կատարած դեպի Ղազարյանը Ղազարյան բայց այստեղ փակեց Միլանյանը փոխանցման ճանապարհը Հիմա էլ քիչ էր մնում սխալվեին պաշտպանությունից դուրս գալուց Արսենալի ֆուտբոլիստները, բայց լավ է ամեն ինչ կարգին ավարտվեց նրանց համար ու Չոբանյանը պայծ գնդակը դաշտի սահմաններում վտանգավոր է, բայց այստեղ Ավետիսյանի փոխանցման ճանապարհը փակվեց ու հիմա Երևանի պատասխանին ակնկալեց լինենք Դավթյան փոխանցում ու եթե հիմա գնդակը բաժին հասներ Շլարյանին դուբլ կարող էինք տեսնել նրա կատարման, բայց գնդակը հասցրեց հեռացնել Արսենալի պաշտպանը ու անկյունային կիրացնել Երևանի ֆուտբոլիստները Կա փոխանցումը հիմա էլ գնդակը բաժին է հասնում Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանին Սպարտակ Ավետիսյանը արագ հակագրոհի հասնում Արսենալը Ավետիսյան կա փոխանցումը բայց այստեղ էլ Ասրյանն էր տեղում վերցեց գնդակը ու այն նետեց Արեն Վղկարյանի ուղղությամբ Շլարյան Դեպի Դավթյանն ենք փոխանցում տեսնում Կրկին Շլարյանն է ստանում գնդակը բայց կորցրեց արվածի հնարավորությունը Շլարյանը, հետո էլ պայեց գնդակի իր մոտ ու հասցրեց գնդակը ուղարկել Մեշյանի ուղղությամբ Սպարտակ Հարությունյան փոխանցում դեպի առաջ, Դավթյանն է այստեղ երկրորդ հարգում հասնում գնդակին, բայց փոխանցումը անհասցե ստացվեց ու գնդակը կրկին Արսենալի ֆուտբոլիստների մոտն է Յախանյան Լավ փոխանցում է դեպի Միլանյանը հարված ու այստեղ գերազանց գործեց Արսենալի ֆուտբոլիստի կատարած հարվածից հետո Երևանի դարպասապահ Տրտատ Ասրյանը Սպարտակ Հարությունյան Առայժմ պաշտպանությունում են գործում Երևանի ֆուտբոլիստները այս րոպեներին, բայց նրանց կատարած հակագրոհները շատ վտանգավոր են ստացվում, ինչում մենք արդեն համոզվեցինք Շլարյանի գոլի ժամանակ իսկապես լավ հակագրոհ կարողացավ կազմակերպել այդ դրվագում Երևանը ու առաջ անցավ հաշվի մեջ Ասրյան ուղարկեց գնդակը Սպարտակ Հարությունյանին բայց այստեղ Ավետիսյանը փակեց մրցակցի փոխանցման ճանապարհը ու հիմա տեսնենք Գարուն Խաչատրյան կա հարվածը բայց մի փոքր շեղությամբ է ստացվում այստեղ Խաչատրյանի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Երևանի դարպասից Եզրային նետում են այստեղ վաստակում Երևանի ֆուտբոլիստները Չեք բացում, շարժվե Կատարի արդյոք Ղազարյանը փոխանցում առաջ, բայց այստեղ Շլարյանը փորձեց ավելացնել ու հաջող չստացվեց նրա կատարած փոխանցումը Յախանյան շարժվում է առաջ Յախանյանը կա փոխանցում, բայց այստեղ Հարությունյանը կրկին տեղում էր ու գնդակ ուղարկեց առաջ հիմա էլ Ալիխանյանն է դուրս գալիս պաշտպանությունից ու առաջին արձագանքում գնդակին Չոբանյան պայեց գնդակը դաշտի սահմաններում Էդմոն Չոբանյանը Յախանյան դեպի աջ փոխանցում ենք տեսնում այստեղ բայց Վղկարյանը կարողանում է հեռացնել գնդակ այլապես թիկունքից արդեն Խաչատրյանը զարգացել է արագություն
Հաջող խլում է հիմա կատարում Երևանի պաշտպանը վտանգավոր է, բայց մի փոքր հեռու թողեց իրենից գնդակ այստեղ Միշա Ղազարյանը։ Այո, իսկապես մեկ ակնթարթ ու արդեն Երևանը պաշտպանությունից անցնում է հարձակման Չոբանյան։ Լավ անցում ստացվեց այստեղ Չոբանյանի կողմից։ Կա փոխանցում դեպի Ավետիսյանը, Չոբանյան վտանգավոր է։ Հարված ենք տեսնում Միլանյանի կողմից դարպասապավերցես Չոբանյան կա փոխանցումը Յախանյան հարված ու այստեղ Ասրյանը իսկապես փրկում է Երևանին վերահաս գոլից։ Չի ավարտվել Արսենալի գրոհի հիմա արդեն ավարտված է ու Երևանի արագ պատասխանին են ականատես լինում, բայց այստեղ Ալիխանյանը կանգնեց գնդակի ճանապարհին, եթե հիմա անցներ Ղազարյանի կատարած փոխանցումը, ապա միանգամից երկու ֆուտբոլիստ կարող էր մենակ մնալ դարպասապայի դիմաց։ Յախանյան Ավետիսյանին է ուղարկում գնդակը, Ավետիսյան կա հարվածը, բայց շեղությամբ է ստացվում Սպարտակ Ավետիսյանի կատարած հարվածը ու հարված կլինի Տրթատ Ասրյանի պաշտպանած դարպասից։ Հիմա փոփոխություն տեսանք կրկնակին Երևանի կազմում։ Հարությունյան ուղարկում է գնդակը Մեշչյանին, բայց սխալվում են հիմա պաշտպանությունում Երևանի ֆուտբոլիստները Գարուն Խաչատրյան թողեց գնդակը Յախանյանին, բայց արդեն հասցրեցին վերադասավորվել Երևանի ֆուտբոլիստները։ Այո, շատ ռիսկային է գործում պաշտպանությունում Երևանը, կան որոշակի թերացումներ, սխալներ, որից առայժմ Արսենալը չի օգտվում, հիմա էլ Չոբանյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու սկսում է հիմա Արսենալի հերթական գրոհներից մեկը Չոբանյան, թողեց գնդակը Յախանյանին, կրկին Չոբանյանն է ստանում գնդակը, բայց այստեղ Մեշչյանը լավ պաշտպանվեց ու երկուսը մեկի դիմաց շարժվում է առաջ Երևանը, Դավիթ Դավթյան վտանգավոր է, բայց ուշացրեց այստեղ Դավթյանը թե փոխանցումը եւ նույնիսկ կարող է հարված կատարել իհարկե Չոբանյան, բայց այստեղ լավ պաշտպանվեց Այգ Կարապետյանը Երևանի կազմում ու հիմա երկրորդ տեմպով Արսենալը կզարգացնի գրոհ։ Ավետիսյան գուցե հեռվից փորձի Ավետիսյանը կատարածություն, հարված ու Ասրյանը կրկին տեղում է։ Ծափահարություններ իհարկե այստեղ Երևանի դարպասապային, որի օրդ անգամ այս խաղում փրկում է Եքիմին, հիմա էլ Երևանի պատասխան գրոհին են ականատես լինում, բայց այստեղ էլ Դավթյանի կատարած փոխանցումից հետո Գալստյանն է վերցնում գնդակ ու այն հետում խաղընկերոջ ուղղությամբ հանդիպան տեմպը գնալով էլ ավելի է բարձրանում, քանի որ հանդիպման հաշվի տարբերությունը նվազագույնն է խաղադաշտում 1-0 առայժմ հանդիպման միակ գոլը խփել է Երևանի հարձակվող Գևորգ Շլարյանը։ Ավետիսյան շատ լավ նկատեց Չոբանյանին, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Ավետիսյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի արդեն Երևանի դարպասից։ Ասրյանը ուժեղ հարվածով գնդակը բցրեց խաղի մեջ, բայց այստեղ գնդակը թույլ չտվեց Չոբանյանը, որպեսզի գնդակին հաստի վայի Հակոբյանը։ Կրկին Արսենալի ֆուտբոլիստներն են գնդակով։ Յախանյանը հարված ուշեղությամբ է ստացվում Յախանյանի կատարած հարվածը։ Այո, թիմերը սպառնում են 1-1 դարպասին այս րոպեներին, բայց առայժմ հանդիպման հաշիվը անփոփոխ է Շլարյանի խփած գնդակից հետո։ Մեշչյան շատ լավ փոխանցում է դեպի Հակոբյանը։ Հակոբյանը լասյակեց գնդակը Շլարյանին, կրկին Հակոբյան ու այստեղ շեղությամբ է ստացվում
Վայ Հակոբյանի կատարած հարվածը։ Յախանյան դեպի Չոբանյանը փոխանցում տեսանք Դավիթ Ալիխանյան բայց այստեղ փակվեց Ալիխանյանի փոխանցման ճանապարհը հիմա էլ լավ գործեց պաշտպանվելի Սարգիս Շլարյանը հիմա էլ Արտյոմ Ղազարյանն է կորցնում գնդակ ու Արսենալի գրոյին են ականատես լինում վտանգավոր է չկար այստեղ խաղի կանոնների խախտում Գևորգ Շլարյանն էլ հիմա էլ կորցեց այստեղ գնդակ ու հիմա Արսենալի գրոհը տեսնենք ինչի կվերացեն Խաչատրյան բայց այստեղ մաքուր պաշտպանվեց իհարկե Սպարտակ Հարությունյանը ու գնդակ ուղարկեց խաղընկերոջը հիմա էլ փոխանցումը հասցեագրված է Գևորգ Շլարյանին եւ այստեղ գնդակը դուրս եկավ Ալիխանյանից կտեսնենք Եզրային նետում Երևանի կատարմամբ Շլարյան լավն էր կասեցումը հարված Ալիխանյանը կանգնեց գնդակի ճանապարհին Շլարյան եւս մեկ հարված հիմա էլ Չոբանյանն է ազդուրացաբար գործում ինչ արեց այս դրվագում Շլարյանը բայց Թույլ չտվեցին նրա կատարած հարվածները հասնեն դարպասին Կանու Խաչատրյան Ուղարկեց գնդակը Ավետիսյանին, հերվիցի Ավետիսյանը հարվածում հանկարծակի բերեց այստեղ Ասուրյանին, բայց միևնույնն է Ասուրյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Եսից արագորեն գնդակը մտցնում են Արսենալի ֆուտբոլիստների խաղի մեջ, բայց կորցրին սա շտապողականության արդյունքն է Արսենալի գործողություններում։ Իհարկե դեռ առաջին կեսը չի ավարտվելու, մեկ ամբողջական խաղակեսել ունի Արսենալի տրամադրության տակ։ Չոբանյան Ուղարկեց գնդակը Ավետիսյանին, բայց այստեղ շտացվեց, հիմա վտանգավոր է Ավետիսյան, այստեղ շտապեց կրկին Ավետիսյանը իհարկե ու Ասլյանը վերցրեց գնդակը, այս փոխանցումն էլ ուժեղ էր Հակոբյանի համար Ավետիսյանն է ստանում դաշտի միջին հատվածում գնդակը եւ այն ուղարկում է Միրանյանի ուղղության վտանգավոր է Ավետիսյան ինչ այստեղ չկա ոչինչ ըստ մրցավարի Արսենալի գրոհ շարունակվում է հիմա էլ հարված ու նորից Ասրյանն է կարողանում հեռացնել գնդակը հիմա էլ գնդակը դուրս է բերված դաշտի սահմաններից տեսնենք նախ առաջին ինչ է պատահել հիմա Ավետիսյանին Բայց այո մրցավարը այնուամենայնիվ կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը Դիտեց մրցավարը այստեղ կրկնապատկերը ու չկար խաղի կանոնների խախտում նախորդ դրվագում 11 մետրով նշանակելու համար եզից հիմա կնետեն Արսենալի ֆուտբոլիստները Չոբանյան դեպի կենտրոն փոխանցում տեսանք ու այստեղ Յախանյանը այո գնդակը հասնեց մրցակցին ինչի համար ծափահարություն էր այստեղ Արսենալի ֆուտբոլիստին հիմա նա հենց գնդակով Հարություն Յախանյան կա Ավետիսյանի տարբերակը փոխանցում Ավետիսյանի հարվածից հետո եղավ անհանդարտ բայց Ասրյանը կրկին տեղում էր ու վերցեց գնդակը եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 1-0 հաշվով կարճատե դատար որից հետո կվերադառնանք Սերի ֆուտբոլասեր ընկերներ մենք կրկին վերադառնում ենք
միասին դիտելու Երևանն ընդդեմ Արսենալի հանդիպան Եգոր Խաղակեսը, որտեղ առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը նվազագույնն է 1-0 օգուտ Երևանի ֆուտբոլիստների հանդիպան հաշիվը հենց մեկ տարկում կարողացավ բացել Գևորգ Շալարյանը, հիմա վտանգավորելու Արսենալը կորցնում է շատ լավ հնարավորություն Խաղակեսի մեկ տարկում հաշիվը հավասարեցնելու համար, այստեղ շեղությամբ ընթացավ Միրանյանի կատարած հարվածը, եկեք ևս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտարարությունները, սկսենք Երևանից ում դարպասը պաշտպանում է Տրթատ Ասրյանը, ով պարզապես ֆանտաստիկ է առաջի խաղակեսում իր կատարած սեյվերով, Յախանյան, հարված ու նորից Ասրյանը եթե մղում գնդակը, չի ավարտվել Արսենալի գրոհը, հիմա տեսնենք երկրորդ տեմպով է ընթանում Զինագործների գրոհը, իսկ հիմա Ավետիսյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը, այստեղ արդեն Ասրյանը ոչինչ անել չէր կարող 1-1 1-1 հենց խաղակեսի մեկ տարկում Արսենալը հավասարեցնում է հանդիպան հաշիվը ու գոլն իր անվան դիմաց գրանցեց Սպարտակ Ավետիսյանը 1-1 արդեն տեսնենք հանդիպան մնացած ժամանակահատվածում իշքը մատուցեն մեզ թիմերը, այո շատ լավ է մեկնարկել Արսենալը իսկապես երկրորդ խաղակեսը նախ Միրանյանը հարված կատարեց, որը մի փոքր շեղությամբ ընթացավ, հետո Ասրյանը փրկեց Երևանին, բայց արդեն Ավետիսյանի կատարած հարվածից հետո ոչ ոք ոչինչ անել, իսկապես այդ դրվագում չէր կարող շատ լավ նկատեց դարպասապայի դիրքը Ավետիսյանը ու գրավեց հեռավոր անկյունը, եկեք շարունակենք ծանոթանալ մրցող թիմերի կազմին Եվ այսպես ևս մեկ անգամ դարպասը պաշտպանում է Երևանի Տրթատ Ասրյանը համար 96, Արեն Վղկրյան համար 2 թիմի ավակն է, Արտյոմ Ղազարյան համար 6, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլարյանը համար 11, նա այսօր արդեն դարձել է գոլի հեղինակ խաղադաշտում, հիմա հարված ենք տեսնում են Շլարյանի կողմից, բայց դարպասապահը տեղում է ու վերցրեց գնդակը, Միշա Ղազարյան համար 15, Արթուր Մեշչյան համար 19, Վայա Հակոբյան համար 22 Գարուն Խաչատրյան, կա փոխանցումը, Ավետիսյան, հարված ու այստեղ Ասրյանը, նորից ետ է մղում գնդակը, բայց չի ավարտվել Արսենալի գրոհը, Գարուն Խաչատրյան այստեղ էլ կարողացան լավ պաշտպանվել Երևանի ֆուտբոլիստները։ Յախանյան այստեղ չանցավ փոխանցումը ու Վղկրյանը հեռացնում է գնդակը, բայց ոչ այնքան հեռու ևս մեկ գրոհի է անցնում Արսենալը։ Կրկին Ավետիսյանը գնդակով հարված ու նորից փակվում է Ավետիսյանի կատարած հարվածի ճանապարհը, այո, բավական բարձր է խաղակեսի մեկ տարկում հանդիպման տեմպը։ Հիմա սխալվում է Երևանի ֆուտբոլիստները գրոհի անցնելու ժամանակ, բայց այստեղ Ասրյանը տեղում էր, հետո էլ պաշտպանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, եկեք Երևանի կազմը շարունակեմ ծանոթացնել։ Լևոն Դավթյան համար 33, Սպարտակ Հարությունյան համար 45, Սարգիս Շլարյան համար 77 եւ Հայկ Կարապետյան համար 87։ Այս փոխանցում ուժեղ էր ու հարված կլինի արդեն Երևանի դարպասից։ Եվ այսպես Արսենալ դարպասը պաշտպանում է Սերգեյ Գալստյանը համար 1, Դավիթ Ալիխանյանը համար 8, Սպարտակ Ավետիսյանը համար 10, Էդմոն Չոբանյան համար 11, Արություն Յախանյան համար 13, Էդգար Միրանյան համար 19, Գոր Յախանյան համար 21 եւ Գարուն Խաչատրյան համար 30 այսպիսի կազմ ունի այս հանդիպան համար Արսենալը։ Այո, երկու թիմերն էլ հաջողության հասան առաջին ու երկրորդ խաղակեսի հենց մեկ տարկում, հիմա սխալվում են կրկին Երևանի ֆուտբոլիստները, Յախանյան կա փոխանցումը Գարուն Խաչատրյանի ուղղությամբ, Խաչատրյանի հարվածն էլ կա, բայց Ասրյանը դարպասում է։ Եվ ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ, այստեղ Շլարյանը կփորձի հասնել գնդակին, հասավ ու հարված է նույնիսկ կատարեց, բավական բարդ է Շլարյանի դիրքը իհարկե։ Ու այստեղ հարվածը թույլ ստացվեց։ Ավետիսյան փոխանցում, այստեղ Խաչատրյանը խանգարեց Ավետիսյանի փոխանցմանը ու հիմա կար խաղի կանոնների խախտում, այո, սուլը մրցավարը։
Տեսնենք այս ստանդարտը ինչ կբերի Արսենալի ֆուտբոլիստին Ավետիսյանն է գնդակի մոտ մրցավարի սուլիշն էլ կա Ավետիսյան հարված բայց մի փոքր բարձր ընթացավ գնդակը Ասրյան ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ այստեղ էլ գնդակը բաժին հասավ Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալեսյանին Գոր Յախանյանն է գնդակով սխալ փոխանցում այստեղ կարողացավ կատարել Յախանյանը, բայց Երևանը չօգտվեց այդ հնարավորությունից, հիմա կրկին Յախանյանն է գնդակով ու այստեղ կարայով խաղի կանոնների խախտում Ավետիսյանի դեմ պայքարում Հիմա տեսնենք այս ստանդարտը ինչ կբերի Արսենալին իհարկե բավական հեռու է տարածությունը նույնիսկ այն դիրքից որը քիչ առաջ արված կատարեց Ավետիսյանը հիմա կրկին նայ է գնդակի մոտ բայց նորից բարձր է ստացվում Ավետիսյանի կատարած արվածը Խազարյան սկսում են խորքից Երևանի ֆուտբոլիստները լավ փոխանցում են Դավթյանի ուղղությամբ բայց այստեղ չհասկացան Դավթյանն ու Մեշյանը միմյանց եւ գնդակը կլինի Արսենալինը Չոբանյան կատարեց այստեղ փոխանցում Չոբանյանը Եվ հիմա անկյունային հարված են վաստակում Արսենալի ֆուտբոլիստները Արագ խաղարկեցին այն Գարուն Խաչատրյան լավ գործեց այստեղ Խաչատրյանը բայց հեռու թողեց մի փոքր գնդակը Յախանյան լավ անցումներ կարողացավ այստեղ կատարել Հարություն Յախանյանը տեսնենք Կա փոխանցումը Խաչատրյան չստացվեց հարված կատարել հիմա կա ու Ասրյանը արդեն վերադասավորվել էր եւ կարողացավ հեռացնել գնդակը Դավթյան մեկը փումով գնդակ ուղարկում է Շլեյանին ստանում պատասխան փոխանցումը Դավթյան կարա է արդյոք այստեղ 11 մետրանոց թե ոչ Ընտելով հարված կատարեց Դավթյանը բայց մրցավարը հստակ ցույց տվեց որ չկար ոչինչ Իսկ այստեղ կարայով խաղի կանոնների խախտում Միրենյանի դեմ պայքարում Այո լավ հակագրող կարողացավ իրականացնել Երևանը շատ արագ հասկացան միմյանց Ավետիսյան ներվից կրակոց ենք տեսնում ու այստեղ Ասրյանը նորից տեղում էր այո Երևանի գրող իսկապես շատ լավ ստացվեց շատ լավ հասկացան միմյանց հարձակման գծում Շլարյանն ու Դավթյանը, բայց Դավթյանը մի կերպ հասավ գնդակին, իսկ այստեղ նորից փայլում է Ավետիսյանի կատարած հարվածից հետո Երևանի դարպասապահ Ասրյանը իսկապես որի օր ծեյլի այս խաղում դարպասապահի հաշվել չեն կարող այնքան շատ է, որ պարզապես նույնիսկ ձեռքերի վրա չեն կարող հաշվել Գարուն Խաչատրյան շեղ է ստացվում հիմա Խաչատրյանի կատարած հարվածը Ասրյան ուժեղ փոխանցում առաջ, գնդակը բաժին ասավ Շլարյանին, բայց այստեղ Ալիխանյանը թույլ չտվեց, որպեսզի հեշտությամբ շրջանցի մրցակիցը իրեն։ Յախանյան միացեց գրողին Գոր Յախանյանին։
Ավետիսյան կրունկով թողեց Հարություն Յախանյանի գնդակը, բայց այստեղ չանցավ Յախանյանի փոխանցումը, Սպարտակ Հարությունյանը կարողացավ խլել ու հիմա Երևանի պատասխանը Դավթյան, բայց բավական բարձր է ստացվում հարվածը Դավթյանի կատարած։ Սկսում է Արսենալը դարպասից, հիմա Շոմանյանն է գնդակով, հասցրին ուղարկել գնդակը հարցակման կենտրոն, Գարուն Խաչատրյան լավն էր անցումը, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց ու այստեղ կորցրեցին գնդակը Արսենալի ֆուտբոլիստները, հիմա Երևանն է նետվել առաջ, Շլարյան լավ էր մտածել, բայց հեշտությամբ չստացվեց այստեղ հասնել Ալիխանյանին, Բախկերյանն է խլում գնդակը և այն ուղարկում Դավիթ Դավթյանի ուղղությամբ, կրկին Շլարյան, լավ համագործակցություն է այսօր խաղադաշտում իրականացնում Շլարյանն ու Դավթյանը միմյանց նկատմամբ, հիմա Բախկերյանն է խլում գնդակը Արսենալի ֆուտբոլիստներից Դավթյան, դուրս չէ եկել արդյոք գնդակը դուրս էր եկել, այո ու կտեսնենք եզրային նետում Երևանի ֆուտբոլիստների կատարմամբ Շլարյան փորձեց այստեղ շրջադարձ հարվածով գրավել մրցակցի դարպասը, բայց դիրքը անհարմար էր ու հարվածը այն ուժգնությամբ չստացվեց, որը նա նախատեսել էր։ Յախանյանն է շարժվում առաջ, այստեղ չկար խաղի կանոնների խախտում, կատարեց փոխանցում Գարուն Խաչատրյանի ուղղությամբ, բայց այդ փոխանցումը դեպի Յախանյանը սխալ էր ու Միշա Ղազարյանն է խլում այստեղ գնդակը, շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի աջ Դավիթ Դավթյան ցածից ուղարկեց գնդակը տուգանային հրապարակ, բայց Շլարյանը չհասավ այստեղ գնդակին։ Տոն Յախանյան ուղարկեց գնդակը Լիրանյանին, վերջինս էլ այն ասյալում է Սպարտակ Ավետիսյանին, գուցե երբեք փորձի Ավետիսյանը հարված ու այստեղ մի փոքր բարձր է ստացվում Ավետիսյանի կատարած հարվածը։ Աչ եզով են հիմա գրում Երևանի ֆուտբոլիստները, բայց այս փոխանցումը շատ ուժեղ էր և անհասցե։ Հարություն Յախանյան, լավ փոխանցում էր Խաչատրյանի ուղղությամբ ու այստեղ անկյունային հարված է նշանակում մրցավարը, այո, մաքուր էր ամեն ինչ։ Երևանի ֆուտբոլիստի կողմից կատարված Խաչատրյանի դեմ պայքարում և չկար խաղի կանոնների խախտում։ Յախանյան, շատ լավ նկատեց Գարուն Խաչատրյանի, Յախանյան և ինչ լավ հնարավորություն է հիմա կորցնում Արսենալը։ Գրեթե ոչինչ չէր մնացել անել, Յախանյանին միայն պետք էր գնդակը ուղարկել դարպասը, բայց նրա կատարած հարվածը բարձր ստացվեց։ Հիմա էլ Ասրյանն է ուժեղ փոխանցում կատարում առաջ, բայց այստեղ շատ ուժեղ ստացվեց փոխանցումը, գնդակին հասնել չէր կարող Վայ Հակոբյանը։ Ալիխանյան ուղարկում է գնդակը այստեղ խաղընկերոջը, շատ լավ գրոյի միացում էր Չոբանյանին, Կրկին Չոբանյանն է գնդակով ու եզրային նետում իրականացնի Արսենալը, կա փոխանցումը, բայց այստեղ Յախանյանը չհասցրեց փոխանցում կատարել, հիմա կատարեց ու խլեցին նրանից գնդակը ու Դավիթ Դավթյանն է զարգացնում արագություն, Դավթյան հարված ու այստեղ փայլում է հիմա էլ Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանը հեռացնելով գնդակը։ Հիմա անկյունային կիրասն են Երևանի ֆուտբոլիստները, այո, բավական ակտիվ հանդիպում ենք դիտում միասին սիրելի հետևորդներ, պարզապես 1-1 ու արագ հակագրողներ են իրականացնում թիմերը, կա փոխանցումը, բայց անհաջող է կատարում հիմա փոխանցում անկյունային Վայ Հակոբյանը ու հարված կլինի Սերգեյ Գալստյանի պաշտպանած դարպասից։
Ավետիսյան ազատվեց մրցակիցների վերահսկողությունից այստեղ Ավետիսյանը, բայց փոխանցման ճանապարհը փակվեց։ Հիմա էլ խլեցին նրանից գնդակը Դավթյան, այստեղ ստացվեց անցնել արդեն Յախանյանին, այլապես 3-ը 1-ի դիմաց կմնային Երևանի ֆուտբոլիստները, հարված են տեսնում հիմա էլ ու կրկին Ասրյանն է ոտքերով այս դեպքում է հեռացնում գնդակը Միրանյանի կատարած հարվածից հետո։ Շլարյան, բայց այստեղ Ավետիսյանը մաքուր գործեց։ Չոբանյան շատ լավ փոխանցում է Ավետիսյանին հարված ու հիմա էլ հարվածի ճանապարհը փակում է Սպարտակ Հարությունյանը։ Գորի Ախանյան։ Մաքուր խլում կարողացան այստեղ կատարել Երևանի ֆուտբոլիստները ու կարող են արագ հակագրող կազմակերպել Դավթյան։ Ստացվեց այստեղ հասնել Գորի Ախանյանին, հիմա էլ Արսենալն է նետվել առաջ քանլեկական առավելությամբ։ Ավետիսյան պետք է հարված կատարել կա փոխանցումը, Միրանյան հարված ու այստեղ անկյունային հարված կիրականացնի Արսենալը։ Տեսնենք այս անկյունային ինչպես խաղարկեն հիմա Արսենալի ֆուտբոլիստները, Ավետիսյանի փոխանցումը կա, բայց գնդակը հեռացեց Արտյոմ Ղազարյանը ու եզից կնետի Արսենալը։ Արություն Յախանյան, շատ լավ փոխանցում ենք տեսնում այստեղ, Խաչատրյան, հիմա արդեն ձախ եզրում է հայտնվել Գարուն Խաչատրյանը, թողեց գնդակը Չոբանյանին, գրոյին են միացնում Ալիխանյանին, Հարություն Յախանյան, ուարկեց գնդակը Սպարտակ Ավետիսյանի ուղղությամբ, բայց այստեղ հաջող խլում կարողացան կատարել Ավետիսյանից և գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից կնետի Արսենալը։ Խաչատրյան մեջչանն է պայքարում նրա դեմ ու մնաց գնդակով այստեղ Գարուն Խաչատրյանը, կա փոխանցում ու փոխանցման ճանապարհն էլ փակվեց Հարություն Յախանյան, բայց հիմա փորձեցին հեռացնել գնդակը Երևանի ֆուտբոլիստները ու թույլ չտալ մրցակցին գրողը կազմակերպել։ Դավթյան բարձից փոխանցում մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ չհասավ Շլարյանը գնդակին։ Գնդակով են Արսենալի ֆուտբոլիստները, Ավետիսյան, կա փոխանցումը դեպի ձախ եզր, Ալիխանյանն այստեղ կա աստի գնդակին իհարկե։ Թողեց այստեղ գնդակը Յախանյանին, Սպարտակ Ավետիսյան, բայց դու չեն տալիս դրան հարված կատարել։ Չի ավարտվել Արսենալի գրոհը, հիմա էլ արդեն անկյունային հարված են վաստակում Արսենալի ֆուտբոլիստները։ Արագորեն խաղարկեցին այստեղ գնդակը Միրանյանն ու Ավետիսյանը, բայց նրա կատարած հարվածից հետո բարձր է ստացվում գնդակը, Ավետիսյանն էր հայտնվել հարվածային դիրքում։ Դավթյան շատ լավ թողեց գնդակը Դավթյանը այստեղ Հակոբյանին, բայց
Հակոբյանի հարվածը շեղությամբ ստացվեց, այո, դարպասից կատարած փոխանցումից հետո մի անգամից գրոհի անցան Երևանի ֆուտբոլիստները, բայց առայժմ հանդիպման հաշիվը հավասար է խաղադաշտում։ Չոբանյան շատ լավ նկատեց Միրանյանին հարված ու շեղությամբ է ստացվում հիմա էլ Միրանյանի կատարած հարվածը։ Հինգ րոպեից մի փոքր քիչ խաղաժամանակ է մնացել հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք արդեն, որ թիմը առաջանցնի հաշվի մեջ բնականաբար մեծ քայլ կկատարի հաղթանակի համար, կար այստեղ արդեն խաղի կանոնների խախտում Երևանի ֆուտբոլիստի դեմ պայքարում։ Կամ մրցավարի սուլիչը տեսնենք բավական հեռու է տարածությունը, բայց այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա, նոր դրանից հետո կխաղարկեն ստանդարտը Երևանի ֆուտբոլիստները։ Գնդակի մոտ Միշա Ղազարյանն է, Հարված ու Ավետիսյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը։ Հիմա էլ Արսենալը խլում է գնդակը մրցակցից ու կարող է լավ հակագրող կազմակերպել Հարություն Յախանյան հասրեց փոխանցում կատարել Ավետիսյանի ուղղությամբ, Ավետիսյանն էլ հարված կատարեց դարպասի ուղղությամբ, բայց կրկին բարձր է ստացվում Ավետիսյանի կատարած հարվածը։ Յախանյանն ավանցում ստացվեց այստեղ նույնպես Յախանյան, բայց Վխկրյանին շրջանցել չստացվեց ու հիմա նետվում են առաջ Երևանի ֆուտբոլիստները։ Ղազարյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Ղազարյան, ուղարկեց գնդակը Դավթյանին, Դավթյան ցածրից փոխանցում, բայց այստեղ Ավետիսյանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ հիմա էլ Արսենալն է արագակագրոհի հասնում Չոբանյան։ Յախանյան լավ փոխանցում է դեպի Միրանյանը, վտանգավոր է Յախանյան պետք է հարված կատարել, բայց այստեղ սայթակեց Յախանյանը, հիմա կա փոխանցումը Միրանյան հարված ու Ասրյանն է ետ մղում, հիմա էլ Վխկրյանն է կարողանում բարդ իրավիճակում է հեռացնել գնդակը, ինչ է կատարվում Երևանի դարպասի մոտ պարզապես, հիմա Արսենալը շատ լավ հնարավորություններ կորցրեց։ Խաղարկում են անկյունայինը Արսենալի ֆուտբոլիստները, հարվածը կա այստեղ Յախանյանի կատարած, բայց պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը, հիմա էլ հակառակ եսից անկյունային իրականացնի Արսենալը, արագ խաղարկում են գնդակը Սպարտակ Ավետիսյան, հարված ու Ասրյանը նորից վերցնում է այստեղ գնդակը ու այն ուժեղ հարվածով ուղարկում Դավթյանի ուղղությամբ, բայց հակագրող կազմակերպել չստացվեց Երևանի մոտ։ Չոբանյան կա փոխանցումը դեպի Յախանյանը, Յախանյանի փոխանցումը չանցավ ու հիմա Վխկրյանն է պայքարում նրա դեմ, բայց այստեղ չկար խաղի կանոնների խախտում ու նետվում են առաջ Երևանի ֆուտբոլիստները Դավիթ Դավթյան, պետք է գրավել դարպասը Դավթյան, երկում է Երևանն առաջ հասնում հաշվի մեջ, բայց մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնա պատկերը համոզվելու համար կար խաղի կանոնների խախտում, թե ոչ։ Դիտեց մրցավարը կրկնա պատկերը, չկար խաղի կանոնների խախտում ու Երևանը հանդիպման վերջամասում առաջ է հասնում հաշվի մեջ Դավթյանի կատարած հարվածից հետո 2-1
Մեկ րոպեից մի փոքր ավել խաղը ժամանակ է մնացել հանդիպման ավարտին ու հիմա պետք է արդեն դիմանալ Երևանի ֆուտբոլիստները Արսենալի ճշմանը։ Այո, միմյանց բախվեցին այդ դրվագում Արսենալի երկու ֆուտբոլիստներ, իսկ Վղկելյանը արագ կողմնորոշվելու շնորհիվ սկսեց իր թիմի գրոհը, որը վերածվեց գոլի։ Հիմա տեսնենք կարողանա արդյոք այս վերջին րոպեները շարունակել հանդիպումը Ավետիսյանը թե ոչ, առայժմ խոտածածկին է հայտնվել Ավետիսյանը։ Այո, կանգնեց ոտքի Ավետիսյանը։ Ու տեսնենք հանդիպման վերջնամասը ինչպես կընթանա։ Կա մրցավարի սուլիչը, հիմա արդեն Արսենալը կարծում եմ ողջ կազմով պետք է նետվի առաջ, փորձելու այս մեկ րոպեն օգտագործել Ավետիսյան, կա բարձից փոխանցում, բայց ուժեղ է ստացվում այստեղ Ավետիսյանի կատարած փոխանցումը ու արված կլինի Ասրյանի դարպասից։ Հիմա հենց Ասրյանն էլ գնդակը կմտցնի խաղի մեջ, ուժեղ հարվածով Շլարյան շեղեց այստեղ գնդակի ուղղությունը, բայց այն բաժին հասավ դարպասապա Գալստյանին, ուժեղ փոխանցում են առաջ տեսնում, հիմա էլ հեռացնում են գնդակը։ Երևանի ֆուտբոլիստները վտանգավոր գրոհ հիմա կարող է կազմակերպել Երևանը։ Կարապետյանն է գնդակով, բայց թույլ է ստացվում այստեղ Կարապետյանի կատարած փոխանցումը։ Կարո Խաչատրյան այստեղ թույլ չտվեց այս դրվագում Ղազարյանը, որպեսզի գնդակը հասնի Խաչատրյանի Վղկելյան։ Աստղ ազատվել այստեղ գնդակից Վղկելյանը, բայց խլում են Արսենալի ֆուտբոլիստները, հետո էլ արագորեն կորցրին։ Դուրս չէր եկել գնդակը դաշտի սահմաններից։ Գարուն Խաչատրյան անցավ բեկ մրցակցի, կատարեց փոխանցում, բայց նորից գնդակը Երևանի ֆուտբոլիստերի մոտ է։ Ալիխանյան հիմա կորցում է գնդակը, Երևանը վտանգավոր է, Գարուն Խաչատրյան պետք է հավասարեցնել աչիվը, հարված ու Ասրյանը փրկում է Երևանին այստեղ։ Եվս մեկ հարված ու պաշտպանի վրա են թունում գնդակը և հիմա հեռացված է գնդակը ու հանդիպում է հենց այստեղ էլ ավարտվում է 2-1 հաշվով։ Երևանը վաստակում է առաջին 3 միավորը Վինտեր քափում իսկապես հետաքրքիր հանդիպում դիտեցինք, բայց հանդիպման վերջնամասում Դավթյանի խփած գնդակը վճռորոշ եղավ այս հանդիպման համար։ Վերջ այս հանդիպման համար նախատեսել էինք, այսքանը խաղային օրը նույնպես ավարտված է մեզ մոտ, բարի գիշեր ու ամենայն բարիք։